Պարոն Ավազյան, նախ կխնդրեմ ձեր մեկնաբանությունն ու գնահատականը Գագիկ Ծառուկյանի շուրջ ունեցող այս ամբողջ իրադարձությունների շղթային, որը եկավ եւ քննչական կոմիտեում հիմա իր հանդիսանությունը ստացավ, առավոտվանից Գագիկ Ծառուկյանի հարցակցությունը շարունակվում է։ Տեսեք, բոլորիս համար ակնհայտ է, որ այստեղ խոսքը չի գնում իր արդարության մասին, սա ամբողջովին քաղաքական գործընթաց է, որը մեկնարկը տրված էր դեռ ընտրարշավի ժամանակ երկրի վարչապետի կողմից եւ ցավալիորեն իրավապաշտպան կառույցները կատարում են իրենց իջեցված հանձնարարականը եւ սա մեծ հարվածն է Հայաստանի ժողովրդավարությանը եւ մենք կոչ ենք արել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի արձագանքեն, որտեվ բոլոր դեմոկրատական երկրները ջատագովում են ժողովրդավարական արժեքները եւ ամենակարևոր ժողովրդավարական արժեքը այն է, որ մեկ անձ կամ մեկ ուժ չի կարող կենտրոնացնել իր մեջ բոլոր գործառույթները, օրենսդիր, գործադիր եւ դատական։ Ցավոք սրտի այսօր Հայաստանում բոլոր այդ գործառույթները կենտրոնացել են մեկ անձի ձեռքում եւ սա ամենամեծ հարվածն է ժողովրդության համար, այնպես որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ այստեղ մենք արդարության եւ արտադատության հետ գործ ունենք, սա քաղաքական հետապնդում է։ Ժողովրդավարության մասին խոսեցիք, այս իշխանությունը մշտապես ասում է, որ իրենք ամենաժողովրդավարն են։ Այս տեսակետից ինչ ունենք եւ սա ինչ ազդակ է ընդհանուր առմամբ թե հայկական սփյուռքին, թե ամբողջ աշխարհին, որ հասնային սեփականության իրավունքի խախտման։ Ես հետեւյալը կասեմ, որ ազդակը բոլորի համար է շատ հստակ է, բայց պետք է քաջ գիտակցեք, որ մենք ապրում ենք իրական աշխարհում եւ բոլորն է հետապնդում են իրենց սեփական շահերը, նկատի ունեմ արտաքին դերակատարներին, բայց իրենք էլ ժամանակին շատ մեծ դաս են քաղել, որ աջակցել մի իշխանությանը, որը չի վայելում իր ժողովրդի աջակցությունը եւ թույլ է, դա ի վերջո իրեն շահերն է խփելու։ Այստեղ ակնհայտորեն երևում է, որ այս ռեժիմի գործելավոճը մերժվում է Հայաստանի հասարակության կողմից։ Պարոն Ավազյան, Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում խոսում էր նաև հնարավոր նոր զիջումների, նոր, այսպես ասած, կորուստների մասին եւ նաև, ինչպես նշում է ընդդիմությունը, նաև հենց այս քննադատությունների համար են այսօր այս իրավական, այսպես ասած, գործընթացները նրա նկատմամբ։ Դուք ինչ հեռանկար, ինչ հնարավորություններ ու ինչ վտանգներ եք։ Ընդհանրապես ընդդիմադիր գործընկերները եւ հատկապես Բարգավաճ Հայաստանը շատ բովանդակային քարոզարշավ է վայել, ծրագրային եւ կոնցեպտուալ եւ գիտեք յուրաքանչյուր երկրում քաղաքական տարաձայնությունները սովորական երևույթ են, բայց ամենակարևորը, երբ որ այդ տարաձայնությունները չեն վերածվում անձնական վիրավորանքի, այստեղ մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունները ուղղակի որոշել են քաղաքական ընդդիմադիրներին եւ այլախոհներին ուղղակի ոչնչացնել։ Ես չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որպեսզի այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր։ Քաղաքական ռեպրեսիա է, միանշանակ եւ ասուլիսներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ Հայաստանը կամաց վերածվում է կենտրոնացման, համակենտրոնացման ճամբարի եւ կարծում եմ արդեն բոլորի համար ակնհայտ է։ Այսինքն այս վախի մթնոլորտը այդուհանդերձ սերմանուն տարածվում է։ Վախի մթնոլորտը իհարկե կարծում եմ արդեն բոլորի համար շատ շոշափելի է, բայց ի վերջո սա մեր պետության համար է մահացու հարված, որտեղ ես այսօր էլ հրապարակել եմ մի հոդված, որ Հայաստանը գտնում է 3 ռազմավարական ճգնաժամների միջև եւ դա ներքին անկայունությունն է դիմադրողականության իմաստով եւ ռեգիոնալ ճգնաժամը եւ համաշխարհային ճգնաժամը եւ որպեսզի մենք կարողանանք հաղթարենք այս ճգնաժամները նախ եւ առաջ պետք է ունենանք ներքին համերաշխություն